Սիրելի գործընկերներ, այսօր երևի թե բոլորս համաձայն ենք, որ մեր ժողովրդի եւ պետության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները պահանջում են հասարակության բոլոր առողջ ուժերի համախմբում միավորումը։ Այսպիսի կոչեր հաճախ ենք լսում, բայց գործը շատ դեպքերում առաջ չի գնում։ Միայն ցանկություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է նման միության ձևաչափի եւ արդյունքների հասնելու ուղիների հստակ պատկերացում։ Եկեք անդրադառնանք այս հարցերին։ Հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների կոալիցիաները կամավոր միավորում է որոշակի համազգային եւ սոցիալապես նշանակալի նպատակներին հասնելու համար։ Նրանք կարող են հանդես գալ որպես ակտիվ հարթակ ազգային գաղափարների, նախագծերի եւ արժեքների առաջխաղացման, ինչպես նաեւ արդյունավետ պետական քաղաքականության իրականացման համար։ Ձեր ուշադրությանը կփորձեմ ներկայացնել հասարակական կազմակերպությունների միավորման ձևաչափի եւ մեխանիզմի հիմնական դրույթները եւ բաղադրիչները։ Կարելի է արձանագրել նման կոալիցիաների ձևավորման հետեւյալ բաղադրիչները։ Առաջին, ռազմավարական խնդիրների վերլուծության հիման վրա պետք է կազմվի կազմակերպությունների տեսլականների, նմանությունների եւ տարբերությունների պատկերը, ինչ են նրանք ցանկանում հասնել եւ ինչպես կարող են ձևավորել համաձայնեցված տեսլականը, որը ձևակերպվել է ամբողջ կոալիցիայի կողմից եւ որին հավատարիմ են բոլոր անդամները։ Երկրորդ, ծրագրային փաստաթղթերի, կազմակերպության սոցիալական եւ քաղաքական կապերի, ինչպես նաեւ մարդկային եւ այլ ներուժի վերլուծություն եւ պրակտիկ գործողությունների ուղղորդում։ Երրորդ, հավանական դաշնակիցների շրջանակի բացահայտում, շահագրգիռ խմբերի, նրանց կարևորության եւ ռեսուրսների հիերարխիայի ստեղծում, կոալիցիայի ստեղծման փուլում մասնակիցներից յուրաքանչյուրի հետ աշխատանքի եւ նրանց փոխգործողության հստակեցում։ Չորրորդ, միավորման համար առաջարկվող կոնկրետ ձևաչափի եւ կառուցվածքի ներառյալ ստեղծվող մարմինների, օրինակ համակարգող խորհուրդ եւ այլն, ուրվագծերի սահմանում, նրանց աշխատանքի եւ ֆինանսական կառավարման կանոնակարգի ձևակերպում։ 5-րդ, միավորման ռազմավարական եւ մարտավարական նպատակների եւ խնդիրների, ինչպես նաեւ այդ նպատակներին հասնելու ուղիների պարզաբանում եւ առաջնահերթության սահմանում, ուղղված սոցիալական սպասումները, զգացմունքները եւ կարիքները հստակ քաղաքական պահանջների վերածելուն, դրանց հասկանալի ձևակերպմամբ։ 6-րդ, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ձևավորման հիմնական ծրագրային դրույթների մշակում, օրակարգի համաձայնեցում, արձանագրելով, թե ինչ է միավորում մասնակիցներին եւ ինչպիսի տարաձայնություններ կան։ 7-րդ, գործողությունների պլանի, ճանապարհային քարտեզի կազմում, մեթոդների, քայլերի եւ սցենարների հստակեցմամբ, ներառյալ ակտիվի մոբիլիզացումը, դիրքորոշումների համաձայնեցում, տեղեկատվության ակտիվ փոխանակում, համատեղ գործողությունների կազմակերպչական ձևավորում։ 8-րդը, կոալիցիան պետք է ապահովի շարունակական հետադարձ կապ, մոնիտորինգ եւ գործողությունների արդյունավետության վերլուծություն, որի արդյունքները հասանելի լինեն կոալիցիայի բոլոր անդամներին։ 9-րդ, պետական մարմինների, մրցակիցների եւ արտաքին խաղացողների կողմից դեստրուկտիվ քայլերի կանխատեսում եւ դիտարկում, դրանց հաղթահարման մեթոդների եւ գործողությունների սահմանում։ 10-րդ, կոալիցիան գործունեության տեղեկատվական ապահովում,
օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ ընդգրկելով տեղեկատվական եւ սոցիալական ցանցերը, համախմբելով որոշակի սոցիալական խմբերի շահերը եւ ամենակարևոր խնդիրները, հակազդելով կեղծ տեղեկատվության տարածմանը եւ մանիպուլյատիվ հարձակումների ինտերնետում, ամփոփելով կցանկանայի ասել, որ այստեղ ներկայացված հասարակական կազմակերպությունների միավորման հիմնական բաղադրիչները հավասարապես կիրառելի են քաղաքական կուսակցությունների, նախընտրական եւ հետընտրական խորհրդարանական եւ այլ կոալիցիաների համար։ Շնորհակալություն։